Այլընտրանքային էներգիա ստանալու ծրագրերը Հայաստանը օրակարգից չի հանում։ Արևի ռեսուրսը օգտագործելու համար մեր երկիրը ծանոթանում է հունական փորձին։ Ամենաարևոտը Սարուխան համայնքն է, հնարավոր է հենց այդ շրջանն էլ դառնա էժան էներգիայի առաջին արտադրողը։ ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնի խոշորացույցի տակ են նաև Նոյեմբերյան եւ Նորատոս համայնքները։ Հայաստանը Սևծովյան ավազանի երկրների Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի հետ աշխատում է վերցնել տարբեր ոլորտներում տնտեսական զարգացման լավագույն փորձը։ Հետագայում այս համայնքներում երբ որ մենք սկսնակների աջակցության ծրագրեր իրականացնենք, այդ թվում ֆինանսական աջակցության, մեզ համար ավելի պարզ կլինի, թե ովքեր են մեր թիրախը։ Սևծովյան ավազանի երկրներից յուրաքանչյուրը 3 տարածաշրջան է ընտրել։ Մրցակցային առավելություններն են վերհանել ու բիզնես ծրագրեր մշակել։ Եվրամիության այս ծրագրի առաջին ուսումնասիրման փուլը ավարտվել է։ Գործարարները հանդիպել են ու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Սևծովյան երկրներին հետաքրքիր է նաև մեր երկրի տուրիզմը։ Ընտրված եռյակից ամենալայն առաջարկն ունի Նորատոսը։ Այս գյուղերը մի բանով են մրցակցային շատ մեծ գումարների հոսք կա արտասահմանից դեպի այս գյուղերը, այսինքն իրանք բոլորը ունեն որոշակի գումար, որոշակի ֆինանս։ Սևծովյան ավազանի երկրների գործակցությունը կօգնի Գեղարքունիքի ֆերմերներին զարգացնել ձկնարտադրությունը։ Գյուղմթերքի մշակմամբ զբաղվողներն էլ կօգտվեն բուլղարական փորձից։ Այս երկրի հետ պայմանավորվել են բարձրորակ սերմեր ներկրել։ Նազելի Գրիգորյան, Նարեկ Գալստյան, Ժամ լրատվություն։